Բարև ձեզ, բարի լույս իմ աշխարհի հայերին, իմ Հայաստանին, իմ Երևանին, իմ բարի լույսի հետ միասին այսօրվա այս գեղեցիկ օրվա համար ապրիլի 7-ի մայրության եւ գեղեցկության տոնին շնորհավորում եմ բոլոր կանանց, մեր հայր մայրերին, քույրերին եւ այն փոքրիկ աղջիկներին, որոնք պատրաստվում են մայրանալ։ Ես այսօր ուզում եմ ձեզ նվիրել մի փոքրիկ ստեղծագործություն, որը գրեցի այսօր ձեզ համար եւ սրտանց նվիրում եմ բոլորիդ։ Դա իմ մաղթանքներն են, իմ ցանկություններն են եւ իրոք առ Աստված ես դա խնդրել եմ բոլորիս համար։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի մայրեր, քույրեր, հարազատներս։ Գնացինք։ Երաս տեսա ես այս գիշեր, Աստծո դրանը չոքած, խոսում էի, հարցնում նրան, ինչ կմաղթի մեր մայրերին ու քույրերին տոնին այս։ Նայեց Աստված բարի դեմքով, ապա ժպտաց մեղմորեն, շարունակելով իր խոսքը մաղթանքները ամեն։ Ցանկանում եմ բոլորիդ ապրեք մաքուր ու հանգիստ, առանց վախի ու ատելու, ինքներդ ձեզ այրելու, մոլորելու, ծնեք ժառանգ Աստծո համար։ Դաստիարակելով նրան, որ ունենա հզոր հավատ, չկործանվի երբեք նա։ Կմաղթեմ սեր, կամք, հզոր, երջանկություն ամեքիդ, սիրված լինեք, սիրեք իրար, առողջ պահելով միտք ու հոգի։ Ցավերը թող հեռանան, բարին հյուսեք ձեր մտքում, որ չարին էլ տեղ չմնա, հավետ կորչի այդ կյանքում։ Ապրեք խաղաղ, միմյանց համար, թողեք անցյալը հեռվում, ձեր բարությամբ ու մաքրությամբ, փրկելով ամեն մի տուն։ Ինձ էլ փրկեք ձեզ հետ մայրեր, չէ որ հայրն եմ, արարիչն եմ աշխարհի, փառքով ապրեք, զորացեք, օրհնանքս ձեզ հետ լինի, սակայն երբեք չմոռանաք գործել բարին այսուհետ, արժանանալով Սուրբ Խաչին ու Սուրբ Հոգուն հավետ։ Սիրելիներս, շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ը